որը որ ես չեմ ընդունել եւ այդ մասին հայտնել եմ քննիչին, որ ես չեմ ընդունում իմ ներկայացված մեղադրանքը։ Այսինքն ես մեղավոր չեմ ճանաչում, ես հիմա եմ կարծում, որ որևէ հանցանք չեմ գործել, հետեւաբար հարց առաջանում։ Ես ինչի պիտի մտածեմ փախուստի դիմելու, կամ բարոյթային որևէ գործողությունից խուսափելու համար, որին նկատմամբ իմ սահմանադրական իրավունքը սահմանափակելու որևէ առիթ ունի։ Ես օրինակ նույն տրամաբանությամբ կարող եմ մտածել, որ բարոյթի մասնակից եմ ոչ միայն ես, որպես մեղադրյալ, այլ բարոյթի մասնակից է նաև տվյալային քննիչը, հսկող դատախազը։ Մենք մոտ հարց առաջանում, այդ մարդիկ, եթե իմ դեմ վարույթ է նախաձեռնում, մեղադրանք են ներկայացնում, իմ կարծիքով հանիրավի, իրանք նույնպես մտածում են փախուստի դիմելու մասին, հանրապետությունից բացակայելու մասին։ Եթե իրանց մոտ այդ հարցը չի առաջանում, ապա իրանց մոտ ինչի է հարց առաջանում, որ ես կարող եմ նման վարքագիծ դրսևորել, առավել ևս, որ ես դրա առիթը չեմ տվել հատկապես իրենց հետ շփումներով եւ հարաբերություններով։ Այսինքն ավելին ասեմ, օրինակ ես գործով ինձ հետ կապված, այս քրեական բարոյթի շրջանակներում, սա արդեն ստեցեն երրորդ դատական նիստն է, որովհետեւ մենք ունեցել ենք մի դատական լսումներ կապված իմ խափանման միջոցի հետ Ավան նստավայրում, եւ հաջորդ օրը դա էլ փետրվարի 22-ին, եւ հաջորդ օրը փետրվարի 23-ին դատանը հրապարակել է իր որոշումը։ Ես ներկայ եմ պաշտպանը, մյուս պաշտպանները, նաեւ որոշումը հրապարակման պահին, բայց օրինակ հանրային մեղադրումը ներկայ չի եղել։ Եվ այդ հարցը, որոնք քննարկման առարկա իր կողմից կայացված որոշումներ, մասնավորապես մեղադրանք առաջադրելու մասին որոշումը, որի հիման վրա քննարկում էր խափանման միջոցի հարցը։ Այսինքն, փաստացի 3 նիստերից 2-ին հանրային մեղադրում չի մասնակցել, բայց ես բոլորը մասնակցել եմ։ Այդ դեպքում հարց առաջանում, ով կարա խուսափի բարոյթից։ Միգուցե այլ խուսափողներ կան, որոնց նկատմամբ պետք է ինչ-որ իրավական լուծումով հսկողություն սահմանել, գոնե այս ընթացքում հնարավոր փախուստը կանխելու համար։ Ես նման վարքագիծ երբեք չեմ դրսևորել, բոլոր դեպքերում ես ներկայացել եմ բարոյթ իրականացման, եւ հիմա սկսել է դատական լուծում, մեր նորից առաջարկ եղավ որ պահպանվի այդ խափանման միջոցը, ես կարծում եմ դա հանրավի է, հավաստիացնում եմ դատարանին, որ օրը դատարանը կնշանակի դատական լսումներ, ես սահմանված օրը, սահմանված ժամին, պատշաճ ներկայանալ եմ դատարան, եթե չլինեն ֆորս մաժորային այլ պատճառներ եւ այլն։ Այսինքն ես նման վարքագիծ դրսևորել եմ միշտ, քննիչ այդ որոշումը կայացնելուց որևէ գործոն իմ վարքագծի հետ կապված հաշվի չի առել, դատախազը քննիչի որոշումը բողոքարկելու մեր կողմից բողոքարկելու պարագայում եւս որևէ գործոն հաշվի չի առել, որևէ ռիսկի գնահատման մեթոդ չի կիրառել, խնդրեի որ դատարանը պահանջել հանրային մեղադրումից, քանի որ ես այլևս իրեն դիմելու որևէ իրավունք չունեմ, ներկայացնել այն մեթոդը, որով հաշվարկվել է ռիսկը, ես մենեջմենտի մասնագետ եմ եւ ինչ-որ մի բան նաեւ դասավանդել եմ ռիսկերի կառավարումը, խնդրեի իմանալ, թե որ մեթոդն է կիրառվել ռիսկերի կառավարման, իմ գործունեության ռիսկերը գնահատելու համար եւ ասենք 100 բանանոց համակարգում իմ բացակայելու ռիսկը ինչ թվային արժեք է ունեցել, որ իրենք կայացրել են այդ որոշումը։ Եթե նման որևէ բան չի կիրառվել վերացական հարթությունում, արդյոք իրավունք ունի որևէ հանրային ծառայող, լինի դա քննիչ, թե դատախազներ, բոլորը հանրային ծառայողներ են հանրային ծառայության մասին օրենքով, որոնք ինձ որպես Հայաստանի քաղաքացու պարտավոր են մատուցելու հանրային ծառայություններ իրավունքի բնագավառում։ Եվ ես ուզում եմ իմանալ այս ծառայություններ մատուցող սուբյեկտները արդյոք իրավունք ունեն այդքան համարձակ գտնվելու, հանիրավի սահմանափակելու իմ որպես քաղաքացու սահմանադրական իրավունքները։ Ես կարծում եմ այստեղ իրավունքի խախտման աղաղակող փաստ գոյություն ունի, սահմանադրությամբ ինձ վերապահված ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու իմաստով։ Հիմա գանք մյուս սահմանափակմանը, որը կիրառվել է քննիչի միջնորդությամբ դատարանի կողմից, դատարանի որոշմամբ, որը իդեպ մենք բողոքարկել ենք վերաքննիչ պետական դատարան, այսինքն անհամաձայնություն ունենք նաև այդ որոշման հետ կապված։ Իդեպ դատարանը ավելի մեղմ է գտնվել խափանման միջոցը վարչական հսկողության մասին որոշում կայացնելուց, քան ներկայացրել է քննիչը, որովհետև քննիչի միջնորդությամբ ես առհասարակ պետք է Շենգավիթ վարչական շրջանի տարածքից դուրս չգայի, առհասարակ պետք է որևէ հարցազրույց հրապարակային որևէ խոսքով հանդես չգայի, դատարանը որոշ նույնիսկ մեր պաշտպանական կողմի խնդրանքով որոշման մեջ պարզաբանումներ են մեղմություն, այսինքն իրենց մոտեցումը քննչական մարմնի եւ դատախազության ըստ էության եղել է շատ ավելի խիստ միջոցներ կիրառել։
Ու հիմա կիրառվել է հետևյալ միջոցը, որոնց պրակտիկայում նաև այս ժամանակաշրջանում, այսինքն փետրվարի 23-ից մինչև հիմա նաև գործնականում փորձել է կիրառվել։ Ես հիմա ուզում եմ դրանց առանձին անդրադառնալ։ Օրինակ, մի միջոցը վերաբերում է խաթանման եւ վարչական հսկողության, պրոբացիոն ծառայություն ամեն շաբաթ այցելելը եւ այնտեղ ստորագրություն թողնելը, որ ես ըստ էության պարտավոր եմ դա իրականացնել։ Իդեպ պրոբացիոն ծառայությունը այն մարմինն է, որի վրա դրված է դատանի որոշման կատարման հսկողությունը ամբողջապես, այսինքն նաև իմ հանրային խոսքի նկատմամբ հսկողություն սահմանելը, իմ հարցազրույցներին հետևելը, իմ գրառումներին հետևելը, դրանցում ենթադրյալ այս հանցավոր, չգիտեմ, սրա հետ կապված հանգամանքները պարզելը։ Ու ինչ հասկացում, որ ես բարեխղճորեն այսօր առավոտյան այցելել եմ պրոբացիոն ծառայություն, այնտեղ ընդամենը մի ձևաթղթի վրա ֆիքսում է օր, ժամ ու ստորագրություն։ Ինչ է դրանով պարզիկ, այդ պարտավորությունը իմ առաջ ինչի է դրած։ Ինչ են պարզում պետությունը, իրավապահ մարմինները, իմ գործողությունների, իմ գոյությունն են ուզում պարզել։ Ես ամեն երկուշաբթի ժամը 11-ին այսօր է բացառություն, հայերի ակումբում ուղի եթերում։ Ամեն երկուշաբթի ժամը 22:45, այսօր 168 թեմատիկ զրույց։ Ամեն երեքշաբթի ժամը 20:00-ին անտիֆեյքում Ղազարյան versus Ղազարյան։ Իդեպ ավարտողականը շատ ավելի հետաքրքիր է վարչապետն է։ Յուրաքանչյուր չորեքշաբթի կամ հինգշաբթի ժամը 15:00 live news դիտակետ հաղորդաշար։ Ժամը 19:00 յուրաքանչյուր ուրբաթ ազգային անվտանգություն, գրեթե յուրաքանչյուր ուրբաթ live news ուղիղ եթեր։ Ամեն ուրբաթ ժամը 20:00 Ղազարյան versus Ղազարյան անտիֆեյքի եթեր։ Ամեն ուրբաթ 21:21 168 ճակատ հեղինակային պոդքաստ։ Ամեն շաբաթ օրը Կիրակի երկուշաբթի կետրոնություններով ամբասադոր պոդքաստ հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում ամեն Կիրակի ժամը 22-ի Սիմոնյան post։ Այս ամեն ինչը բավարար չի իմ գոյության մասին իմանալու համար, որի վրա պարտավորություն է դրա, չեմ ասում մյուս հարցազրույցները հրապարակային գործունեությունները, որ ես պիտի մի հատ ամեն շաբաթ ստիպված լինեմ այցելեմ պրոբացիոն ծառայություն եւ այնտեղ ստորագրել։ Ես կարծում եմ սա որևէ հիմնավորում չունեցող արգելք եւ սահմանափակում է, որը պետք է վերացվի։ Մյուս սահմանափակումը վերաբերում է իմ մշտական բնակության վայրի ընտրությանը։ Ուրեմն սահմանված է որոշման մեջ, որ ես պետք է չլքեմ իմ մշտական բնակության վայրը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում եղբայրության 16/2 հասցեում գտնվող իմ բնակարանը։ Ես Շենգավիթ վարչական շրջանի տարածքում ունեմ մեկ այլ բնակարան, կադաստրում իմ անունով հաշվառված, հիմա իմ մոտ հարց առաջանում։ Եթե ես ցանկություն ունենամ ապրել 700 մետր հեռու իմ մյուս բնակարանում, ինչ կապ ունի, ինչ կապ կարա դա ունենա 2024 թվականի հոկտեմբերին արտահայտած իմ մտքերի հետ, որ այդ մտքերի կապակցությամբ իմ վրա պետք է դրվի մշտական բնակության վայրը սահմանափակում, կամ ասենք Ազատեք գյուղում, իմ հայրենի գյուղում ես ունեմ առանձնատուն, ծնողների ժառանգություն ստացած։ Հիմա եթե ես մշտական բնակության վայր ընտրեմ, որ մեկնեմ այնտեղ ապրելու Արցախից այն բազմազավակ ընտանիքի հետ, որը հիմա ապրում այդ տանը։ Ինչ եմ խախտում ես, ինչ է դրանով իրավապահ հանրային մեղադրողին ինչի է անհանգստացնում իմ հայրական գյուղում, իմ հայրական տանը ապրելու հանգամանքը, որ իմ նկատմամբ կիրառվում է սահմանադրական իրավունքի սահմանափակում։ Պարոն Ղազարյան, կարելի է չկարողանալ։ Ուղղակի ոգևորությունը այլ ոչ թե ներողություն է։ Ես կարծում եմ, որևէ հիմնավորում գոյություն չունի, հետևաբար այս սահմանափակումը նույնպես անհիմն է, գործի հետ որևէ առնչություն չունեցող եւ ենթակայ վերացման։